Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր մայիսի 2։ Դրա համար ասում եմ ձեզ, հոգս մի անեք ձեր կյանքի համար, թե ինչ պիտի ուտեք, ոչ էլ մարմնի համար, թե ինչ պիտի հագնեք։ Ղուկաս 12:22 խոսք։ Քրիստոս բազմիցս ու մեծապես շեշտեց այս զգուշացումը չտրվել խռովեցուցիչ, շփոթեցնող ու հոգին տանջող հոգսերին։ Մատթեոս 6:25-34 խոսքեր։ Այստեղ բերված բոլոր պատճառաբանությունները տրված են մեզ քաջալերելու համար, որպեսզի մեր հոգսերը գցենք Աստծո վրա, քանզի դա է խաղաղություն գտնելու իսկական ճանապարհը։ Ինչպես մեր հասակի մեջ, այնպես էլ մեր վիճակի մեջ իմաստությունն այն է, որ ընդունենք այն, ինչ Աստված է տվել։ Այս աշխարհի բաների, նույնիսկ անհրաժեշտ բաների տագնապալից ու անհանգիստ հետապնդումը վայել չէ Քրիստոսի աշակերտին։ Վախերը չպետք է իշխեն մեզ վրա, երբ ինքներս մեզ սարսափեցնում ենք գալիք չարիքների մտքերով և ծանրաբեռնվում ավելորդ հոգսերով, մտածելով, թե ինչպես խուսափենք դրանցից։ Եթե մենք գնահատում ենք սրբության գեղեցկությունը, ապա մարմնական շքեղությանը չենք տենչա։ Ուրեմն քննենք մեզ, թե արդյոք որ հոտին ենք պատկանում։ Քրիստոս մեր Տերն ու վարդապետն է, իսկ մենք նրա ծառաները, ոչ միայն աշխատող ծառաները, այլև սպասող ծառաները։ Մենք պետք է լինենք այն ծառայողների նման, որոնք սպասում են իրենց տիրոջը, արթուն մնում նույնիսկ եթե նա ուշանում է, որպեսզի պատրաստ լինեն նրան ընդունելու հենց որ գա։ Այդ խոսքերով Քրիստոսն ակնարկեց իր համբարձումը, իր գալուստը իր ժողովրդին իր մոտ կանչելու համար և նաև իր վերադարձը աշխարհը դատելու համար։ Մենք չգիտենք, թե երբ նա մեզ մոտ կգա, ուստի պետք է միշտ պատրաստ լինենք։ Եթե մարդիկ այդպիսի հոգատարությամբ մտահոգ են իրենց մարմնականի մասին, ապա որքան առավել մենք պետք է իմաստուն լինենք մեր հոգիների համար։ Ուրեմն դուք ևս պատրաստ եղեք, այնպես պատրաստ, ինչպես տանտերը կլիներ, եթե իմանար, թե որ ժամին գողը պիտի գա։